Գարնացով գիշերին միացիկ տեսա, նրա կեղեցիկ տեսքով ես նմնտա, նային անուշիկ մույլով իմ ոտին գերեց, թե ոնց նրան սիրեցին ես էրդի մազա։ Եկեք Պուտին Նիսան դիմեցեք ինձ Դավիթ Հարապետյանին։ Համեցեք Պուտին Նիսան դիմեցեք ինձ Էվլին Ժակետին։ Համեցեք Պուտին Նիսան դիմեցեք Էդմոնդ Բաղդասարյանին։ Համեցեք Պուտին Նիսան դիմեցեք ինձ Էդնա Քերկոֆին։ Համեցեք Պուտին Նիսան իմ անունս Քրիստոֆոր Քասանջյանը։ Put Nissan 3333 Hotel Boulevard, La Center. Բարև հեռուստածրագիրը ներկայացնում է հոբելյանական համերգ նվիրված գուսանական երգի մեծ վարպետ Վաղարշակ Սահակյանի ծննդյան 100-ամյակին, մասնակցությամբ երգչի զավակներ Նունե Ավետիսյանի եւ Համբարձում Սահակյանի, մենակատարներ Ֆլորա Մարտիրոսյան, Ռազմիկ Մանսուրյան, Հերմինե Ամիրյան, Արմեն Հովանիսյան, Ծալբի Մայիլյան, Կարեն Ավետիսյան, Էռնա Համբարձումյան, Աշոտ Աբովյան, երաժշտական մասի ղեկավար Միքայել Ավետիսյան, գեղարվեստական ղեկավար Սողոմոն Ավետիսյան։ Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին երեկոյան ժամը 7-ին Ալեքս թատրոնում։ Ապահովեք ձեր ներկայությունը այս բացառիկ հանդիսությանը։ Համերգի գլխավոր հովանավոր Հայ ավտո։ Monroe, baseline. Yes. Man, I'm craving some Korean barbecue. Burritos are. Shish kebabs. Relax, I got just the place. California Dreaming, restaurant specializing in Armenian, American, and Mexican food. Open 7 days a week from 6 a.m. to 8 p.m. We also provide full-service catering. Բարերավոտ հարգելի հայրենակիցներ, նորից հանդիպում եք այն եռյակի հետ, որը պետք է սրանց հետո կոչվի երևի համարձակների եւ նախաձեռնողների եւ գիտնականների ակումբ։ Ուրեմն Հովիկ Ներսեսյանն է, Վարդանյանն է հրաչ, որը 3-2 ժամ գնդացրային կրակի տակ պահեցին ամբողջ պատմության քարքրված, այսինքն չերաշխավորված մասերը։ Ուրեմն այսպես ամսի 17-ին Իրանահայ միության մեջ կնշվի Հովիկ Ներսեսյանի 5-րդ գիրքը, հերթական գիրքը, որովհետև մենք կարծում ենք, որ էլի պիտի գրքեր գրվեն, որովհետև միակ մարդը, որը պարսկական դաշտից մտնելով պարսկական աղբյուրների մեջ իմանալով, այսինքն ինչ է կատարվում այնտեղ, փահլավեր են, սեպագրեր եւ այլն, այսինքն այնպիսի միջոցներով զինված, որը չունենք ոչ սփյուռքահայերի արևմտյան մասը, ոչ էլ բնիկ հայաստանցիները, այսինքն բացում է պատմությունը մի ուրիշ պատուհանից, որի հետևը բետոնված էր արդեն քրիստոնեության շրջանից։ Դրա համար 3 լայն մասշտաբի հարձակումներ եղան Գրիգոր Լուսավորիցի հիշատակի հոր մանավանդ հասցեին, որը սպանել էր Խոսրովին, եւ մենք բոլորս վիրավորված էինք, որովհետեւ այս պատուհանից երբ որ մտանք, տեսանք թե ինչ է կատարվել, այսինքն Հայաստանում, բնաշխարհում, ով ենք մենք, ինչ է եղել եւ այլն։ Ուրեմն Զրադաշտը եւ Ավեստան, այսինքն այդ կրոնը եւ նրա ավետարանը բացեցին այդ դռները ի շնորհիվ գիտնական պատմաբան Հովիկ Ներսեսյանի, պարսկահայ երևի մարդ, որը հետագայում պատմության մեջ կանցնի պատմություն այս հոդը խախտող եւ մեր երիտասարդներին կամ մեր ազատական բուրժուազիային կամ խելոք պայծառ, ոչինչից չվախեցող, փող ունեցող հայերին ազատագրվել վերջնականապես այս ամեն շուշաթղթերից, ծամոններից, ձութերից, վերջը դարավոր, հազարավոր այս կպչուն կեղտից եւ անպայման կհառնի հայկյան հայը, որը որ Զրադաշտի այս ակունքներից կամ Ավեստայի Հովիկի ստեղծած այս գիտությունից վերջնականապես կիմանանք թե ինչ է կատարվել։ Առանց վախենալու, առանց ինչ որ հուզվելու, թե կորցնում ենք Աստծուն հավատքը եւ այլն,
Աստծու ամենագերագույն նախադասությունը ես եմ ճշմարտությունը եւ ճանապարհը։ Հիշեք, եթե դուք կորցնում եք ճշմարտությունը, որ դες այն կփրկի, ոչ ալֆան եւ օմեգան, ճշմարտության հետքը, սկիզբը եւ վերջը, եթե կորցնեք։ Հետևաբար այսպիսի պատմությունները մեզ բերում են, թե ով է ծռել օցագալար ալֆայից օմեգա ճանապարհը, ով է տարել, կտրել, փակել եւ այլն։ Հիմա Հովիկ Ներսիսյանին հաջողվել է։ Ուրեմն հայկական դեռնաշխարհի հետ կապված շատ գաղտնիքներ, սկսած սառցակալման դարաշրջանից, Հայկի բելի ցորենի տեղաշարժը դեպի շումերական դաշտերը, պտուղների հայտնագործումը, հետ վերադարձը, տեխնոլոգիաները, երկաթի գյուտը, անիվը, էլ ինչ ասենք, տառու թմբուկ, ճաշատեսակներ, գիտեք նաև, որ հայերի տրադիցիոն, որ ասում են բոլոր ունեն ճաշատեսակը, որ իրան քաղաքակրթություն բերեց, լավաշն ու պանիրն էր, որից հետո, այսինքն, երբ որ վաղվա հաց ունի ինքը, այսօր մտածելու ժամանակ վաղվա հացի մասին չմտածելու, արդեն ստեղծեց անիվը եւ տեխնոլոգիաները։ Ահա թե այս բոլորը իրար հետ ոնց է կապվում եւ այս բոլորը գալիս է Հովիկ Ներսիսյանի տված ինֆորմացիայից։ Հիմա կապված այսօրվա ես ընդհանրացի երեկվա կռիվն ու գնդակահարությունները։ Հիմա այսօր շարունակենք նախ շնորհակալություն երեկվա համար, որովհետև 2 ժամ անցավ սարսափելի արագությամբ կարծես գտնում ենք տիեզերական նավի վրա։ Հաճելի էր ինձ համար եւ բոլորի համար հեռախոսազանգերը շատ տպավորիչ էին իհարկե եւ հետո խոսվեց այդ մասին։ Ես կուզենայի որ այսօր խոսեիք արդեն դուք, որովհետեւ գիրքը ներկայացնել ես դու Հրաչ, չէ՞։ Ես բան ավելացնեմ։ Արդեն դուք խոսեք, ես ամփոփեցի, տալիս եմ ձեզ համեցել։ Այսօր Սարավոտ Հովիկի հետ խոսում էինք, իր տղան իր ընկերներին Եվրոպայում ուղարկել է քո պրոգրամը։ Եվ նրանք շատ հիացած նայել են դրան։ Մանավանդ քո մուտքը, մանավանդ քո մուտքը, որ համեմեց այս գործին իհարկե, թեպետ ընդհատել ես շատ, բայց կարևոր չի, դա կարևոր չի, բայց համեմունքը շատ է ազդել դրանց վրա և տղան ահագին հեռախոսազանգեր է ստացել, այնպես որ Եվրոպայում շատ լավ մոտեցում են ունեցել այս խնդրի մասին։ Երկրորդը կուզեի ասել նորեն, այս ռազմիկ.net-ին պետք է հովանավորել, որտեղ այս տղան շաբաթը $172 տալիս է այս պրոգրամի համար։ Եվ այս պրոգրամը մենակ ինքն է իր մեջքի վրա առել։ Հայեր դուք նայում եք այդտեղ, պետք է հովանավորել։ Հրեաները կես օրվա մեջ $20 միլիոն հավաքում են, իսկ մենք հայերս այստեղ նայում ենք այս պրոգրամներին, որ ձեզ կրթություն է տալիս, տեղեկություն է տալիս, ոչ մի կերպ չեք օգնում։ Ես ամաչում եմ ուղղակի որպես հայ։ Ռազմիկի հեռախոսը համարն է 818 area code-ն է 486 4144։ Խնդրում եմ հետը կապնվեք, նորեն կրկնում եմ 486 4144։ Երկրորդ բանը, որ ուզում էի ասել, երեք չհաջողվեցի ասել, Հովիկը հրատարակել է 5 հատ գիրք։ Վերջինը հայկական լեռնաշխարհը մի վրիպակ է եղել, լեն աշխարհը գրել, բայց դա կարևոր չի, բաները կպատահի։ Իհարկե ինքն ասում է Հայաստանի աշխարհը լայն է, դրա համար լեն աշխարհ է գրել։ Լեռնաշխարհը այս ազվագյուտ գիրք է ուրեմն։ Ահա, շատ ազվագյուտ է։ Ըստ զրադաշտի ու արվեստայի։ Սա է տեսքը եւ սա այն օրը, որ գալիս եք Իրանահայ միություն դասախոսության համար, կտեսնեք շնորհանդեսի համար։ Նախքան դա 4-րդ գիրքն էր հայ ժողովրդի պետականության եւ պատմության հիմունքներում, պատմության ակունքներում։ Սա երկրորդ գիրքն է, 4-րդ գիրքն է ներողություն։ Վերջից է սկսում։ Երրորդ գիրքը հայերի բռնագաղթն ու բավարիացիների հայկական ծագումը։ Սա շատ հետաքրքիր է, որ ինչպես հայերը գնացել են Բավարիա։ Երկրորդ գիրքն է 1001 հոդվածներ, որ շատ չի ճարվում այլևս։ Էդի շատ հին գիրք է։ Շատ հին գիրք, այո։ Եվ դրանից առաջ առաջինն է։ Դրանից առաջ ամենակ գեղեցիկը սա 10 օրինակով է մենակ տպագրել իր ընտանիքի եւ Կերտասանի համար, սա Ներսիսյանների եւ
հարակից ազգականների տոհմածառն է։ Այս գեղեցիկ ձևով բոլոր մեջի քարտեզներ կան, նկարներ կան, հիանալի է։ Սա իրենն է, մեզի չի պատկանում։ Եվ իմչելոց Հայաստանի ուղարկելուց, չէ։ Սա կարևորագույն խնդիրը բացի տոհմածառ լինելը, սա է, որ Հայաստանի, պատմական Հայաստանի, մեր Հայաստանի հայրենիքի մեծ հայքի պատմականն է 1700-ից մինչև 1800, քանզի հավանական է հետագայում որ մեկը հարց տրվի, որ ինչու երկրից է հեռացան, սա լրիվ ներկայացնում է ուրեմն Մուշ քաղաքի պատմականն է, Էրզրում քաղաքի պատմականն է և Համադան քաղաքի պատմականը գումանած 1500 անուններ տոհմածառի մեջ է։ Մյուս բանը, որ ուզում էի հարցնեի բացատրեիր, որտեղ երեք բանը չեղավ, չստացվեց այնպես, որ պետք է։ Ես մեկանի ատխոսներ կտամ։ Այո։ Չար տղայի նման մի խոսել։ Բանը գաղտնի չէ, ասած քեզ հոտվածներ կտամ։ Բայց իրավունք չունի դասարանում խոսին։ Այո։ Եթե դուրս կանես, ծնողքը կանչես։ Խոսեցինք, որ Ավեստան բաղկացած է 5 մասերից։ Հետո մյուսը կա կրտսեր Ավեստան։ Ուզեմ դա մի քիչ ընդարձակես և պատմես։ Եվ մյուսը ուզեմ բացատրես ինչ է վանդիդատ, ինչ է նշանակում դայևոդատա և յասնանները և վիսպերադը, ես ուզեմ դրա մասին խոսես, հետո Ավեստայի իմաստություն իհարկե ես դրա մասին գրել եմ արդեն պիտի խոսեմ չեմ ուզում բացախոսություն սա այստեղ տալ, ուրեմն հենց հետո ինչ էր որ կարծում ես պետք է ավելացրու առանցի հապաղումների։ Գիտեք Ավեստան բաղկացած է մի քանի մասից։ Ամենաառաջի մասը գասաներն են, 5 գասաներն են, որ համաձայն բոլոր ավեստագետների դա ինքը զվադաշտի արտահայտություններն են և նրա գրվածը։ Նրանից հետո գալիս է յասնները, ուրեմն ունենք բավականին յասններն է գալիս, յասններից հետո գալիս է յաշտերը, 21 յաշտ ունենք, յաշտերից հետո գալիս է վիդայվոդաթը։ Իհարկե յասնը և յաշտի բառերի իմաստը գրեթե մոտարապես նույնն է, յասնը նշանակում է պաշտամունք, բայց կարող եք այդտեղ բոլոր աստվածների պաշտամունքը ներկայացնեք։ Յաշտը նորից նույն պաշտամունքը պատարակն է մեկնաբանվում, բայց միայն մեկ աստծու։ Իսկ յաշտերը բոլորը խոսում է 21 աստվածների մասին, իհարկե այստեղ կարևոր խնդիրը սա է, որ այսօր դժբախտ է, որ հայ ժողովուրդը աստված բառը սխալ մեկնությամբ է ընդունում։ Տեսեք, հնում, այսօր երբ որ ասում եք աստված, անմիջապես իրենց առջև է գալիս արարիչ բառը։ Մինչդեռ հնում, մաքուր հայերենումը արարիչ բառը կոչվում էր բագ։ Ոչ, բագ է կոչվում, հին պարսկերեն ունենք բագ, սողդերեն ունենք բաղա, կարծեմ ռուսերեն բոգն, այսինքն արարիչ։ Երբ որ քրիստոնեությունը մուտք գործեց, այսինքն ներմուծեցին Հայաստան, որպեսզի անցյալը լրիվ մոռացության տրվի, այլևս բագ բառը չգործածեցին, շարքից հանեցին, և տեղը աստված դրին, մինչդեռ աստված հին ժամանակ նշանակում էր այն ոգիները, որոնք արարիչի օգնականներն էին, այսինքն աշխարհի գործերը նրանք էին կարգադրում։ Ուրեմն երբ որ այս բառը գործածեցին արարիչի համար, լավ, այդ աստվածների տեղը անունը դատարկ մնաց, ինչ եք ասեն։ Հայերենում բառ չունեինք։ Վերադարձանք Պահլավերինի վրա։ Գրիգորը և իր հետևորդները Պահլավերինի ֆերեշտակ բառը վերջին հայերենում ընդհանրապես ֆ չունեինք, ֆ-ի փոխարեն միշտ հ է, հրեշտակ բառը դրին։ Եվ այսօր հրեշտակ որ ասում են, նույն իմաստ ունի, ինչ որ հնում, մաքուր հայերենում աստված բառն էր։ Ուրեմն եթե մենք ասում ենք, որ ունեին 21 հատ աստվածներ, դա չի նշանակում արարիչներ, այլ նշանակում այդ հրեշտակները, որ քրիստոնեության մեջ, ջուդիզմի մեջ գոյություն ունի, տեսեք։
Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Եվ բացի դա մի պատրվակ տվեց իրենց ձեռքը, որ ասում են հայերը նախքան Քրիստոսը, նախաքրիստոնական շրջանը բազմաստվածություն էին պաշտում։ Այ քեզ բա։ Բազմաստվածություն այսօր երբ որ ասում ես այդ անհատը որ լսում է նորմալ հայը, մտածում է որ հարյուրավոր մենք արարիչներ ենք ունեցել, միշտեր ոչ։ Տարբերությունը այդ ժամանակվա մեր հին կրոնի նախաքրիստոնական եւ հետագա բոլոր կրոնների սա էր որ միայն եւ միայն ես բազմիցս արտահայտվել եմ հայերն էին որ միաստվածություն էին քարոզում այսինքն մենք ունեինք միայն եւ միայն մի արարիչ բարի արարիչ չար գոյություն չուներ սաթան գոյություն չուներ անգրոմային գոյություն չուներ արիման գոյություն չուներ տեսեք միշտեր բոլոր կրոնները որ գոյություն ունեին եւ միջով այսօր հարատևում են բոլորը դյուալիզմ են այսինքն երկու ոգի երկու ուժ են ներկայացնում տեսեք սա իմիջայլոց ասի իսկ ինչ վերաբերում է վիդայո դաթային որ վանդիդատ են ասում ներկա պարսկերենում եւ պահլևերենում այդտեղ ներկայացված է 16 դրախտային երկրները որ Արամազը արարեց այդտեղ մեկ նշում է, որ այսինքն երկիրը արարեց, ուրեմն անգլոմային այսինքն սատանան այսօրվա մտայնությամբ կամ պարսկերելով Ահրիմանը եկավ այսինքն վատ արարքարեց, այսպես տեսեք։ Վանդիդատը մեկ կողմից շատ կարևոր մեր համար, որտեղ այդ աշխարհագրական 16 երկրները, որ ներկայացնում է, լրիվ բոլորը ընկնում են մեր հայկական լեռնաշխարհի տարածքի մեջ։ Սկսվում է Շիրակից, Զանգեզուրի և Շիրակից, որ այդ շրջանը կոչվում է Այրիանա վայջո և գնում է դեպի արևմուտք, բայց ամենահետաքրքիր բանը այստեղ սա է, որ ընդհանրապես այսօր սովորություն ունի արյա բառ անընդհատ կրկնում են, այդ նույնիսկ եվրոպական մամուլում հիմա բոլոր հնդոռոփյան լեզվի ընտանիքին պատկանող ժողովուրդներին արյայի են կոչում։ Միշտեր ավեստայի մեջ շատ հետաքրքիր արտահայտություն է անում արյայի մասին։ Ասում է, գիտեք Արագածի մասին է խոսում, Արագածը ներկայացնում է Հարաբարզայիթի։ Հարը, տեսեք ես անցած անգամ էլ արտահայտվեցի, ավեստայի լեզվի մեջ դետերմինատիվներ, այսինքն աճականները շատ են։ Արա բառն է հ աճականով, սաստկացուցիչ աճական է, բարզայիթի, այսինքն բարձունք, ուրեմն հարաբարզայիթի, այսինքն արայի բարձունք, արա գատ, գաս բառը, գահ բառը նույն մեկնությունն է, նույնիսկ ուղարտերնում է, այսինքն բիայիներնում է, ուրեմն միր աստվածը, այսինքն Արագածի գլգաթը մեր աստվածների բնակավայրն էր, իրենց բյուրեղա ապարանքն իրենց սասասա։ Ասում է միշտ հարաբարզայիթից բարձրանում է և ամբողջ արիական երկիրը հայում է, պահում է, պահպանում է։ Արիական երկիրը ներկայացնում է հայկական լեռնաշխարհը, այդ տեղում է։ Բացի դա, որ դրախտային երկիրները աշխարհագրական անունների վերաբերյալ է գալիս, բայց նախքան ասել դրանը ես շատ հետաքրքիր դուք մեկ արտահայտություն արեցիք ցորենի վերաբերյալ, որ Հայաստանից գնաց, սա ինձ զուգորդեց մեկ խնդիր, եւ դա սա է, որ երբ որ մենք նայում ենք հայկական մեր ժողովրդի արտահայտությունների մեջ, վարք ու բարքի մեջ, նիստուկացի մեջ, տեսնում ենք մինչև մի քանի տարի առաջ հացը որ թխում էին թոնիրից դուրս էր գալիս, առաջի հացը տալիս էին շանը։ Սա ամբողջ Հայաստանի տարածքը այդպես էր։ Եվ սա հետաքրքիր էր ինձ համար ինչու։ Մյուս առասպելումը, այսինքն ավանդաբար հայերի մեջ ասում են, որ շունը երբ որ քաղցած էր, սկսեց ոռնալ եւ Աստված որպեսի դրա ոռնոցը կտրվի, վերևից ցորենի հատիկը գցեց հայց աշխարհը։ Որ հաս լինի եւ շունը այս խնդիրը ինձ պարտադրեց փոքր-ինչ ավելի խորանալ այս խնդրի մեջ,
եւ բացահայտվեց, երբ որ պեղումներն եք դուք ուսումնասիրում, մանավանդ ներկա Հայաստանի տարածքում, Սևանա լեջի շրջանակում տեսնում եք, որ անհատի, որ թաղել են, կողքին շան կմախ գույություն ունի։ Որոշների շան գլուխ, բայց շատերը շան կմախք է։ Սա այս մտայնություն աչքին ինչու շունը թաղել են մարդու հետ։ Մի ենթադրություն եկավ արեք սա է։ Մտածեցի, որ որովհետև մարդս առաջի անգամ վայրի կենդանիներից շանն է ընտելացրել եւ շունը իրեն առաջնորդում էր որսի ժամանակ, որտեղ մարդը նախապես պտուղի հավաքում եւ որսով էր ապրում։ Նրան առաջնորդել էր որսում էր իր համար։ Անհանգստյան ժամանակ կամ գիշեր ժամանակ շունը պահապան էր։ Եվ կարևոր խնդիրներից մեկն սա էր, որ Հայաստանը լեռնային երկիր լինելով, հրաբխային երկիր, երկրաշարժը շատ ունի, որ անընդհատ մեր պատմաբանները նշում են, շունը զգում է այդ։ Ես ինքս ականատես եմ ելել, երբ որ Պարսկաստանում էի, Համադանի շրջանը, որ երկրաշարժում, նախքան երկրաշարժ լինելը 20 րոպե կես ժամ առաջ շները սկսում էին ոռնալ, զգում են։ Ուրեմն այդ ժամանակվա հայերի մոտ է այս մտայնություն առաջ եկա, որ ինչ-որ մի աստվածային ոգի կա շան մեջը, որ բոլոր այդ գործերը անում է և իրեն էլ առաջնորդում է, հետևապես մահվանից հետո է շունը պետք է առաջնորդի իրեն մյուս աշխարհ։ Դրա համար շանն է թաղում էին մարդու հետը։ Այդ խնդրի համար բացի Հայաստանից ես Ավեսայի մեջ հանդիպեցի վիդեո ոդակի մեջը։ Վիդեո դա վանդիտատ բարգորդած եմ, դրա համար ավելի հանգիստ է։ Ուրեմն 21 գլուխ ունի։ Այդ 21 գլխից 4-5 գլուխը միայն եւ միայն հատկացված է շան։ Որ շանը ինչպես պետք է դուք հոգատալ լինեք, շունը երբ որ ծակ է վերում, ով պետք է դրանց պահի, ով պետք է կերակրի, այդ բոլորը կա։ Եվ ամենահետաքրքիր բանը սա է, որ երբ որ մեկը մահանում է, ուրեմն անմիջապես ըստ զորադաշտական կրոնի, ըստ Ավեստայի, նաս ու դևը ներս է մտնում այդ մարմնի մեջը, մահացածի մարմնի մեջը, եւ դա պիղծ է։ Ուրեմն մահացածին իրավունք չունեք դուք ձեր տակ։ Որպեսզի այդ նաս ու դևը այդ մարմնից փախչի, անպայման պետք է մեկ հատ շուն կա տեսնի։ Եվ այդ շները հայտնի են չաչեշմի 4 աշխալի։ Այսինքն այն շներն են, որ աշխի վերևը 2 հատ սև մոտ ունի, ճիշտ կարծեք 4 աշխոլի։ Եվ երբ որ դիակը տանում են դեպի Դախմեն, այսինքն զորադաշտական կրոնում իրավունք չկա թաղելու, պետք է բարձունքի վրա դնեն գիշատից թռչունները կամ կենտրոնները հոշոտեն, եւ երբ որ լրիվ մաքրվում է, ոսկորները ածում են մեկ հատուկ տեղ, այդ տեղի համար երբ որ պահլավերենով է ընթերցում, աստուդան են ասում, բայց աստուդան բառը ճիշտ չի գալիս, ինչու, որտեղ Ավեստայի մեջ աստված բառը ներկայանում է որպես մահվան աստվածություն։ Աստվածադան, այսինքն այնտեղ, որ Աստված գոյություն ունի, այդ ոսկորները ածում են այնտեղ, որպեսզի հողը չպծվի, որտեղ հողը սուրբ է։ Ուրեմն տանելուց դախմը անպայման պետք է շուն առաջնորդի։ Այսինքն դիակի առաջ 2 հատ կամ 1 հատ շուն տանում են դեպի այդտեղ եւ դիակը հետևից են տանում։ Սա պարտադրեց ինձ, որ Պարսկաստանի տարբեր շրջանները ուսումնասիրեմ, պեղումներին, բաներին, պարսկական ամբողջ տարածքի մեջ, Պարսկաստանի, որևէ մեկ թաղում դուք չեք տեսնի շան հետ։ Այսինքն դա եկել է այնտեղից, որ շունը այդպիսի մեծ դեր ուներ։ Սա բերում է մեզի զուգորդում է մեկ ուրիշ խնդիր։ Արայի և Շամիրամի պատմությունը առասպելը, որ Արան երբ որ սպանվեց, իրեն դրին, որ հարալեզները իրեն կենդանացնեն։
Բացի Արայի պատմությունը, մենք Մուշեղին ենք տեսնում զորավարին, երբ որ դավադրաբար իրեն սպանեցին, սա պատկանում է մոտավորապես 40-50 թվականին, եւ վիզը կտրել էին։ Վիզը միացնում են մարմնին եւ դնում են բարձրքի վրա, որ հավալեզներ իրեն կենդանացնեն։ Բացի դա մենք տեսնում ենք մեր պատմականի մեջը Սանատրու թագավորը, ձմեռվա բուքի մեջ մնում է եւ չեն կարողանում, մեկ հատ շուն է գալիս ինձ ազատում։ Նույնպես տեսնում ենք, որ մեր հավատամքի մեջ գոյություն ունի Հայկը, այսինքն Օրիոնը, մեծ որսոդա երկու շուն ունի իր հետ։ Եվ մենք տեսնում ենք իսկապես այդ Վանդիդադի 5 գլուխը, որ շամ մասին է խոսում, լրիվ ներկայացնում է հայկական բարձրավանդակի մտայնությունը, բացի մյուս խնդիրները։ Սա ծորենի համար էր, որ արտահայտվեցի, զուգորդեց եկար մինչև այդ շրջանը, կամ օրինակ Արտավազը, որ Մասյացվիհի մեջ իբր թե չարքերն են իրեն բարել։ Եթե ճիշտ է գրվածը, որ չարքերը իրեն բարեն, Արտավազին մեր կրոնական մատենագիրերը ներկայացնում են որպես չար աստված։ Չարը չարին չի բանտարկում։ Արտավազը հայ ժողովրդի մսայան էր, միհրն էր, միհր աստվածությունն էր ներկայացնում, սիմվոլն էր։ Չարը բարուն է գերեվարում։ Այնտեղում մենք տեսնում ենք, որ երկու շներ ունի, որ լիզում են հարալեզներ, շղթան։ Եվ մեկ չար հետաքրքիր ասում են զարկեցեք դարբին կռանը սալին չարարքայի շղթայի կանոնը։ Եղբայր առաջին չարարքա չի, ինչու չարը չարին չի բադարկի։ Երկրորդը, սա հետ քրիստոնեական շրջան է, որ բայց ո՞նց ես գտել այդ բոլորը չարը ներկայացնի։ Լավ է, տրամաբան։ Երկրորդը, գալիս խնդիրը զարկեցեք դարբին կռանը սալին, դուք կռանը երբ որ խմեք սալին շղթան կտրում է, ոչ թե ամրացնում։ Դարբինները ես չգիտեմ դուք տեսել եք թե երբ որ որևէ բան դնում են տականում է կարմրում է ուրեմն լրիվ քրիստոնյա մեր մատենագիրերը միհրին ոչնչացնելու համար Արտավազին որպես մսայա, որտեղ մսայա մենակ Քրիստոսն էր, նրան ոչնչացնելու տաղին, բայց այստեղ հարց է առաջանում, ինչու դարբիններն է կոչում, զարկեցեք դարբիններ կռանը սալին։ Մենք գնում ենք միհրի պաշտամունքի մեջը, այսինքն հնագույն, նախաքրիստոնեական։ Տեսնում ենք միհրը բացի այն, որ պայմանագրերի աստվածություն էր, բացի այն, որ լույսի աստվածություն էր, բացի այն, որ բարության աստվածությունն էր, դարբին էր ինքը։ Եվ երկնքում իր ոսկեձույլ սայլով որ գնում էր, զենք էր կռում հայ ժողովրդի համար։ Քանզի հին ժամանակ մեր նախաքրիստոնեական պաշտամունքի ժամանակ կրոնի մտայնությունների մեջ, նույնպես ներկայացված Ավեստայի մեծ Վասիկոմից է, ասում է աշխարհը չարի եւ բարու ռազմաբեմ է։ Դուք եթե ուզում եք ճիշտ մարդ լինեք, արամազին օգնելու համար, պետք է միշտ չարի դեմ մարտնչեք, կռվեք։ Քրիստոնեություն եկավ լրիվ այդ մեկ ոչնչացրեց։ Եվ մենք տեսնում ենք այն օրվանից, որ ընդունեցինք, քիչ հետո կորսինք մեր թագավորությունը։ Արդեն փորձակը փորձանքի վրա եկավ։ Կորսինք մեր թագավորությունը, գաղթերի ենթարկվեցինք, կոտորվեցինք եւ վերջը մեր եղեռնազարկ եղանք։ Ես այս եղեռնազարկ, ինչ բան է այդ։ Եղեռնազարկ։ Հիմա գուցե շատերը չհավանեն, ես այս գիրքը ձոնել եմ մեր հին ու հզոր աստվածներին։ Մինչև գտնեք, ուրեմն գնանք հանգստի, կշարունակեք մինչև այդ բանան, արդեն նշան են տալի, որ ուրեմն հանգիստ, մենք կփնտրենք։ Խնդրեմ։ Ովի իմ կարծիքով այս կարծած շատ լավ է, մենք կապի ուղղակենք, բաժեն ուղղակենք առաջնորդարաններին։ Առաջնորդարանի համար ես մեկ հատ հոդված ունեմ երկու էջանոց մեր ազգային եւ կրոնական տոները եկեղեցական։
Եվ վերջումը արտահայտվել եմ Օբդո հայ առաքելական եկեղեցի։ Այս տոնացույցով հո երթաս։ Այս գրքի ձոնն է։ Գրքի ձոնն է, որ այս գիրքը նվիրել է մեր հին ու հզոր աստվածներին հայոց։ Գիրքը ձոնում է մեր հին ու հզոր արարչին ու աստվածներին հայոց, քանզի տալիս էին մեզ երջանկություն, ճշմարիտ բարիք եւ ուղիղ մտայնություն։ Եվ երբ փարեցինք ներմուծած օտարածին Աստծուն, կորցրինք մեր թագավորությունը, ենթարկվեցինք գաղթերի, կոտորածների ու եղեռնազարկ եղանք։ Եվ մյուս էջումը այս արտահայտությունն եմ ես արել, Երանի նրան, որին Արամազդն շնորհե առողջություն եւ անմահություն, որի համար աղաչում եմ քեզ, իցիվ թե բարեպաշտության Աստծուդ, պարանտեզի մեջ հրեշտակետ, միհրի միջոցով տայր ինձ երջանկություն, ճշմարիտ բարիք եւ ուղիղ մտայնություն։ Հավատան զիդու ես զորավիգն բարվո, քանզի տեսանեմ զիդու ես սկզբնական պատճառ եւ արարիչ կենթանության արարածոց, ու բաշխես վարձս ըստ գործոց եւ ըստ բանից, 10 զբարին բարվո եւ զչարն չարի։ Իսկ էջի վերջումը մեր 5-րդ դարի գրաբարյան ոճով մի ներկայացել է մի քանի տող, ես կարծում եմ գրաբարով կարդամ դժվար կլինի։ Մի կարդա գրաբար, որովհետև չեն հասկանա եւ մենք ուրեմն աշխարհաբարը ներկայացնեմ գրաբարի փոխարեն։ Ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզնից։ Հիշեցեք մեր առաջին հայրերին, որոնք նախքան Քրիստոսի ծնունդը ապրել են զանազան ժամանակներում։ Այս գրքի առաջի երկու էջն է ծնումը մեր հին ու հզոր աստվածներին հայոց։ Պատվարժան հայրեր։ Աշխարհաբար։ Քանի որ աշխարհաբարի մասին եք ասեցիք, ուրեմն նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ ինչ որ մեկը մի տղամարդ ծրարի մեջ դրել էր որոշ նյութ կարդալու, որը նվիրված էր Արարատ բարձրանալու հետ 1829 թվին Խաչատուր Աբովյանի կողմից, որը հետագայում մի քանի անգամ կրկնվել է 44-ին եւ հետաքրքիր պատմական հրաշալի արժեքներ կան այս տված նյութի մեջ, որը ես կարդացի։ Երևի կանդրադառնամ, բայց շնորհակալություն եմ հայտնում այն անհայտ մարդուն, որը ժամանակ է կորցրել, բերել է հեռուստատեսության կայան եւ փոխանցել է ինձ այս նյութը։ Արդեն դոկտոր Վարդայանն ասում է, ես էլ կոպի կանեմ, ես էլ կնայեմ։ 550 էջանոց գիրք է։ Ինչ որ գրքից մի հատված է, որը 500 քանի է, չգիտեմ, բայց որ կատարված է այս աշխատանքը, շնորհակալություն։ Հիմա հասնենք մեր թեմային։ Ես այսպեսի մի հատ հարցադրում ունեմ։ Տեսեք, մենք նախ պետքա իրադրությունը մի հատ բան անենք, գիտեք, էտալոնի բերենք, իրավիճակը հասկանանք, թե ինչի է նման այսօր եւ դա ինչպես կգնահատենք, մոդելավորենք, այսինքն Գրիգոր Լուսավորիչ ամեն ինչը մոդելավորենք։ Տեսեք, անցել է 1700 տարի։ Այո։ Մոդելավորենք, ասենք, անցել է ընդամենը 170 տարի։ Լավ է, 10 անգամ փոքրացնենք ու պատմությունը դնենք այսպես։ 170 տարի առաջ մենք գիտենք մեր ծագումը, պապերը եւ այլն։ Հանկարծ մի երեխայի գողացել են մեզանից, խլել, տարել են։ Սա մեծացել է ընտանիքա կազմել, բայց ինքը չգիտի այն պատմությունը, թե որտեղից է ինքը գալիս։ Հիմա հայտնվում ենք մենք։ Ասում ենք, այ քո դու այս երեխաները ամեն ինչը հայ են, Արամազդ, Աստղիկ, Անահիտ, ինքը նայում ասես դեմքիդ ապուշ կտրած անգլերեն է խոսում, ասում է who cares, ասում ես տղա ջան, այսպես է եղել պատմությունը, ինքը ասում է հետո ինչ, ես ըստե հիմա շատ լավ եմ զգում, 170 տարի առաջ ինչ ա եղել, շատ չի հետաքրքրում, հիմա ես եւ վախ ունեմ, եւ սարսափ ունեմ, եւ թաքս եմ վճարում, որին մենք ասում ենք մի տուր ախր դու ազատ ես, կարճ ասած մենք կորցրել ենք կամ ժամանակը արդեն դուրս է եկել շավիղից։ Հիմա այս մեր խոսակցությունները, որ գալիս է Գրիգոր Լուսավորիչ, այ դու խլեցիր այդ երեխային, տարար մեզնից, դու եւ դու պիտի պատժվես, բայց երեխան
չի ուզում որ ինքը պատժեն այն մարդուն, որը իրան փախցել է տարե, բռնաբար է, թալան է, քանդել է, որովհետև իր գիտակցությունը արդեն լվացված է։ Հայ քրիստոնյան 1700-ամյա այն հայ ժողովրդի զավակն է, որին գողացան, տարան, բռնաբարեցին, թալանեցին, գլուխը լվացին, հասել ենք այստեղ։ Ժողովուրդն է, կաթողիկոսություններն են, տերտերներն են։ Հիմա սրանց հետ որ խոսում ես, իրանք ասում են who cares։ Դու ասում ես որ այսպես է եղել, սա է քու արմատ հազարամյա, տասնյակ հազարամյա պատմության կոտրված տեղը։ Ինքը ասում է թքած ունեմ։ Ես այս բոլորի վրա։ Ես ունեմ հաց, ես ունեմ եկեղեցի, վաղն էլի եմ շինելու եկեղեցի։ Ով է Արամազդը, ով է Հայկի ավեստան կամ բարի լինելու հանգամանքը։ Ես զբաղված եմ, ունեմ հոգևոր աշխարհ, մարդիկ, որոնք ես դուք մի քիչ կոպիտ եմ ասում, բայց խոսում եմ ճիշտ կենթանի լեզվով մարդկանց հետ։ Մեջները կան, որոնք ցավում են, որոնք ասում են կտրեք շղթան, հեռացեք, դուք նորից կընկնեք այնպիսի լավ վիճակի մեջ եւ կլինի join ձեր իսկական պապենական, այսինքն դուք ցավ չեք ընզգա, եթե հանկարծ կորցնեք քրիստոնեությունը, մի վախեցեք, բայց դրանք քիչ են, ժողովուրդը տեսնում եք անտարբերա, հացիվա, աշխատանքա եւ այլն, եւ ամեն օր իր այդ դինամիկ աշխատում են։ Մենք չենք հիշում, ասենք, որ մեհյանները որ տարան, աշխատում են ամեն օր, այս պատառների մեջ էլ կա աշխատանք, որ մեհյանները տարան, առաջի հարվածը ֆինանսական հարված էր, գյուղատնտեսական հարված էր, մենք ընկած ենք մշակութային հարվածի մեջ, մեհյաններում պահվում էր ամբողջ ազգային հարստությունները հնչյուն ոսկու եւ արժեքների տեսքով, ուր հայկական ոսկին, երբ որ հայերը ունեն ոսկու հանքեր, եւ արտադրել են ոսկի մնացած պետությունների դրամների համար։ Ուր է հայկական ոսկին։ Չկա, ճիշտ է թե չէ, դրա մասին խոսակցություն չկա։ 100-200 տարի գյուղատնտեսությունը վնասեց, սա հողերը դարձրեց լուսավորչական դինաստիայի հպատակ։ Ճիշտ է թե չէ, ճորտատիրության հիմքեր դրեց, ճիշտ է թե չէ, եկեղեցում կից։ Հիմա այս բոլորը ասում ենք մի երեխու, որը կապույտ աչքերով հայ քրիստոնյաց նա հիմա աչից էլ վախեցած է Եհովայի վկաներից, ձախից կաթոլիկների թուրն է գալի, վերևից բողոքականներ ասում են ավետարանը կարդա եւ չշարժվես։ Այս երեխու հետ ինչպես վարվեք այս հայ ժողովրդի, որը հիմա լսում է մեզ։ Ինչպես վարվենք։ Հարցը սետ է։ Տեսեք, նախ պետք է տեսենք ինչու դիագնոստանք, հետո ճարը փնտրենք։ Իմ կարծիքով ամենաառաջի ցավը, որ այդտեղ հասցե, ստրուկի մտայնությունը գամել են այս ժողովրդի ուղեղի մեջ։ Կրոնի միջոցով։ Այսինքն հայը մի զերո է։ Դու պետք է այս անհատին, այդ երեխային, այդ պատանուն հասկացնես, թե ինքը ով է։ Տեսեք, ես փոքր ինչ արագ ասացի ձեզ վեկատ հոտված է գանձնեմ ձեզ, որ մեր ազգային և կրոնական տոները, եկեղեցուն, եկեղեցական, 187 տոն ունենք մենք մեր եկեղեցական տոների մեջ։ Մուսուլմաններից շատ է։ Շատ, այսինքն մեկ հաշվել եմ։ Սրանցից մոտավորապես 15-ից 20 հատը ինչ-որ մի կերպ կապակցվում է քրիստոնեական դավանանքին։ Իհարկե, դրա մեջ ընդգրկում են նաև մեր հեթանոսական ժամանակվա տոներից, որ քրիստոնեական հանդերձով են ներկայացում։ Շատ լավ։ Այդտեղ որ գրված է ազգային կրոնական, ազգային միայն 3 հատ տոն է նշվում մեր եկեղեցու մեջ։ Այն էլ երբ 1915-ից հետո։ Տեսեք, մնացած տոները բոլորը հրյա, ասորի, հույն, սրբերի տոներ։ Ես այդ սրբերից 10 հատի անոնը ներկայացրել եմ այդտեղ, որ չեմ կարծում նույնիսկ կաթոլիկոս իմանա դրանք ովքեր են։ Եվ ինչպես են սուրբ դարձել։ Օրինակ համար տապալանքի տոն ունենք։
տապանակը այն ամփոփ փայտից ցարկված արկաներ, որ իբր թե Մովսեսի 10 պատվիրանի մեջն է։ Եվ դա ներկայացնում է սիմվոլն է, որ Եհովա Աստվածը դաշին կնքեց հրյա ժողովրդի հետ։ Լավ եղբայր, ինչ կապ ունի դա մեզ։ Շատ լավ հրյաները տապեք է տոնեն, ոչ մի խոսք, բայց ինչ կապ ունի մեզ։ Մովսեսի տոնն է դրա այդտեղ։ Եղբայր, մենք Մովսեսական չենք։ Ահարոնի տոն է դրած այդտեղ, այսինքն Մովսեսի եղբայրը։ Այ քեզի բան։ Կարդում ես, շվարում ես։ Ինչ կապ ունի, արդյոք զորավարներ են ներկայացում հույն ու բան։ Արդյոք մենք որևէ թագավոր չենք ունեցել։ Մենք զորավար չենք ունեցել, որ դրա համար կոնդրվի, չունենք։ Երկրորդը սուրբ բառը որ ասում են, այսօր մենք սուրբը, այսինքն այն ժամանակի բանը, սա էր որ այն անհատը, որ գնում է մի որևէ տեղ ճկնում է, իբր թե աշխարհիկ կյանքից հեռանա եւ հոգեոր ասում ուտենա։ Մենք այսօր դրան ասում ենք ծրիակեր։ Մեկ որ չի գործում, արդյունավետ չի, ոչ մարդկության, ոչ ժողովրդին, ոչ երկրին, ոչ մեկին, դա մենք ասում ենք ծրիակեր։ Այսօր երկրորդը ինչպես է սուրբ դարձել, ասեն չգիտենք։ Այդ հոդվածը բավականին հետաքրքիր է, որտեղ մեկ-մեկ փաստեր բերել եմ, անուններ եմ բերել, եւ վերջացի գրել եմ, ով հայոց առաքելական եկեղեցի, այս տորացով հոյերթաս։ Դուք նայեք մեր եկեղեցին, երբ որ գնում եք, որևէ պատճառով, քահանան բարձրանում է քարոզելու, փոխանակ քրիստոնեական դոգման քարոզի, Երուսաղեմից քոքում է մեր լավ։ Սկսում է, տեսեք ամենահետաքրքիր բանը ես ձեզ ասեմ տարիներ առաջ, մեր հենց այս ցենտրալի եկեղեցին, այդտեղ այդ դիմացը դրված էր հայկական հավերժության նշանը։ Այո։ Դա ինչ է։ Մեկ օր տեսան չկա դա։ Եվ 12 հատ հրյանների տոհմի ճրագներն են կախած այդտեղ։ Հրյաները ունեն 12 տոհմ։ Աչքդ լույս։ Եղբայր հայկական հավերժության նշանը Պարոն Հովանես, մեր դարդը մեզ հերիք չեր հիմա մի հատ էլ բրեն ավելացնում ես։ Տեսեք, իրականությունը պետք է ասել ժողովուրդը տեսնի, ժողովուրդը պահանջի։ Խնդիրը սա է։ Ժողովուրդը պետք է կրթվի։ Տեսեք, բոլոր կղերը հենց այն ժամանակ մինչև այսօր կրոնը դարձին մի զենք, իրենց գրպանները լսում։ Իշխելու ժողովրդին։ Փրկություն չկա, ասեք լավ։ Օրինակ ես ասեմ ձեզ, քահանին կոչում են հովիվ, և ժողովուրդը հոտ, այսինքն ժողովուրդը ոչխար է։ Քահանայից մի ասում, բաց գավազան ունի ձեռքը, մեր եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, գավազան ինչ է նշանակում։ Սա պարսկերեն, պահլավերեն մի բառ է, գավազանը, այսինքն կով, զարկելու փայտ։ Ուրեմն ժողովուրդը նախիրա, կովը։ Ես պահլավերենը շատ դաժան լեզու է, ուրեմն գավազանը կովի խմ։ Գավազանը շոբանի փետը։ Շոբանի փետը։ Գյուղական բարբարով ասում են դագանակ։ Դագանակն է։ Որ ասես դագանակ կվիրավորվեն, բայց գավազան։ Հիմա, սա մերը, տեսենք բողոքականները ինչ են ասում։ Ուրեմն իրաց քահանային կոչում են պատվելի։ Այսինքն մենք անպատիվ։ Ուրեմն մենք ապատիվ մարդիկ ենք։ Պատիվը պարսկերենով նամուս բառեր է։ Նամուս։ Այո։ Ճիշտ մեկնությունը պատիվ է։ Ուրեմն նա բանամուս է, մենք բինամուս է։ Դե հովիկ հիմա տեսնում ես։ Եվ քննադատում ես կղերականային եւ ժողովրդին ասում ես։ Ժողովրդին էլ եմ ես քննադատում։ Ես ասեք թույլ տվեք մեկ բան ասեմ։ Իմ խոսքը միշտ սա եղել։ Երբեք մենք ուրիշին չդատապարտենք, որ սխալ է։ Առաջ մենք մեզ դատապարտենք։ Այո, այո։ Մեզ ուղենք
հետո ուրիշին։ Մի րոպե, կան ժամանակ ունեք 10 րոպե։ Մի հատ ես խոսեմ Վարդան։ Հիշի։ Այս ձեր ասածների հաշատ մինակ մի բան։ Հիմա նայեք այս երեխեն, որը օտարացել է մեզնից, որ ասում եք ճանապարհ է։ Սրան խոսք հասկացնել չի կարելի, որովհետև ինքը հոգով կպել է այս օտարին։ Միակ ճանապարհը սրան բռնի ուժով փախցնելն է, տանել, պահել մի քանի տարի։ Հետո երբ որ կմոռանա ինքը այս հուքերզը, այս օտարացված օտարին, որը իր ուղեղի մեջ է մտել, դրանից հետո ինքը կդառնա կկպնիկ ու հայ ժողովրդի Այսինքն ինչքան էլ գաս, մարդ ուղարկես, տղա ջան, բան, օգուտ չունի, ներսը երեխա ունի, այրյուն ունի, տեր ունի, զգացմունք ունի, սրա նկատմամբ ոնց որ կատարել են իրենք, գործողություն են կատարել։ Նույն գործողությունը պետք է կատարեն այն հայի զավակները, որոնք հասկանում են իրադրությունը, այս երեխային պետք է այդ տնից փախցնեն, հեռացնեն, տանեն, պահեն, դաստիարակեն, ուրիշ ճանապարհ չկա։ Ոչ շոկոլադով, ոչ փողով չես կարա իրան տան այդտե փոխես։ Պետք է այդ ժողովրդին ասես իրականության մեջ ծանիր ըսքես, ճանաչիր ով ես դու։ Կամ պիտի ես երեխային դասավորես գաղտնի ճանապարհներով գնա բիոլոգիա սովորի, մտնի միկրոսկոպի գեների մեջ նայելուց հանկարծ տեսնի այս պատմությունը եւ նոր հասկանա ինչ է։ Այդ ժամանակ ինքը կամավոր ռոլի կհեռանա դեից, կհասկանա որ ինչ է իսկականը։ Ուրեմն գաղափարախոսության հիմքը ընկած է հայ քրիստոնյա ժողովրդի փրկության ձևերը մշակել թե ինչպես անել։ Ազգային գիտակցություն, կրթություն, ինքնաճանաչում, այն ինչ որ դուք եք անում։ Հետո ինքը կզգա որ այս ազգային տոների մեջ, կրոնական տոների մեջ, այս մարդիկ ինչ գործ ունեն, ով է խցկել, ինչու են խցկել, ուր են մեհյանների ոսկիները, ինչ ով տարավ այս փողերը, թագավորների անունները ջնջել, պատմությունը քամել։ Գրիգորը քանի գավառ ուներ սեփականություն Հայաստանում, Հայաստանի 5 գավառը իր տիրույթն էր։ Տեսա։ Հիմա էլ նույն բանը, ես ասեի։ Երբ որ ժողովրդին հասկացնում ես, որ դու զոհ եք գնացել քրիստոնեության, եւ նրանք որ քեզի կատվում են իրանք, որովհետև իրանք հանգիստ կյանքը խաթարում են։ Նրանք որ քեզ քարոզում են։ Զոհ չի գնացել քրիստոնեան, այլ զոհ է գնացել քրիստոնեություն քարոզող անհատների։ Այո, դրանց։ Քրիստոնեությունը տեղ որ սրանց քարոզում են, Պասկասանում մենք լավ առած ունենք։ Այսինքն եթե մարդ չես տավլա կտան տեր դառնաս։ Տերտերն այնքան անկիրթ էր, որ օրդինարի տեր պիտի ասի Աստված օշտի, չէ։ Աստված օրհին չէր կարող գրել էր դեր փեշի տակը, պարապին անցնում ասա օրդինարի տեր ասա փեշի տակին քեզ օշտի։ Իր աչքերը բաց մնում ես, ինչ ասում։ Հիմա սրանց ուզում են մեզի քարոզեն։ Ուրեմն մենք կղերականության պետք չունենք, մենք պետք չեն վանքեր, պետք չէ վանական։ Աշխարհն է մարդու վանքն անապական, թող արդար ոգին որտեղ կամենա, այնտեղ աղոթի։ Ուրեմն տանում են քննադատում ես, որ 5 տակարանը Թալմուդն է, մի քարոզել դրան, բայց հիմարները չեն ուզում։ Երկու ավազակապետներ ունենք, երկու տեղ են գրավում, մեկը Էջմիածինը, մեկը Անտիդիասն է։ Սրանք հավաքում են դրամը, ժողովրդին կողոպտում են եւ սուտ բաներ են արտադրում։ Սա պիտի առաջն առնել վերջի վերջում։ Հիմա որ ասես, կասեն դու անաստվածություն ես։ Մի րոպե։ Բայց ես անաստվածություն չի, ըստ Հովիկի անհրեշտականություն եմ խոսում։ Ուրեմն այս ելույթը բուրըն ունեցավ մի մարդ, որը հազարավոր մարդկայի կյանքեր է փրկել վիրաբուժական սեղանին, դոկտոր Հրաչ Վարդանը, այսինքն ինքը իրավունքի մեջ է ասելու այն, որովհետև արարչագործության շարունակող է։